Հարց կա, կարճ ուզում եմ պատասխանեմ, էլի Կարինեն մեր մշտական հարց տվող, ասում է Դավիթ Գրիգորյանի Reopen լրատվականը ոնց տենց արագ զարգացավ։ Դա ունի շատ կարճ պատասխան, հարգելի Կարինե, փողով։ Այո։ Փողով։ Ու իրականում այդ վատով էլ չես։ Ես վատով չեմ ասում, որ պրոստ օրինակի համար մենք կյանքում փող չենք դրել subscriber առնելու վրա։ Ու առնել վատ իմաստով չէ, ռեկլամ չենք դրել կյանքում, որ subscriber ունենանք։ Կյանքում չենք որևէ հաղորդում Google-ով ռեկլամ դրել, կներեք։ Այդտեղ ակնհայտ մեծ ռեկլամի, մեծ փողերի ռեկլամա դրվում ու տենց լիքը լրատվականներ կան, որ անում են, ասենք օրինակի համար դնում են մեծ փողեր, մի քանի $1000 ամիսը, այդ բարի վրա, ասենք մեզ պետք չի եղել, չենք արել, մենք հավաքել ենք օրգանիկ ինչքան կարացել ենք, ու այսօր մեր հավաքածը տալիս է արդյունք մեր օրգանիկ հավաքածից 2 անգամ ավել շատ դեպքերում 3 անգամ ավել դիտումներ ունենալով։ Նենց որ փողն է մեծ հարց լուծում, այդտեղ կա փողի հնարավորություն, մեդիա էլ կա, չէ՞, մի հատ անունը չեմ տալիս դեռ, բան ունի, տենց մի 200,000 subscriber ունի, բայց ասենք 200-300 դիտում ունի, էլի, ասենք մենք կարանք այսօր առնենք տենց դիտմաներ, subscriber-ներ 100,000-ը շուտ լրացնենք, ասենք այո, տեսեք ես ինչ ուժեղ ենք մենք, բայց մենք տես չենք արել։ Դավիթ Գրիգորյանն կարել են այտենց, դա բացահայտ է, դա պարզ է։ Բացի դա, նաև ես չգիտեմ իրանք վստահաբար մի մասը գուցե ձեռք են բերել։ Իհարկե մի մասը, բայց իրանք մեծ թափ ունեն, մեծ գում արադրած այդտեղ եւ իրանք տալիս են որակի առումով, որակյալ, հա, տեխնիկական առումով, որակյալ, նես չեմ նայել, որ ասեմ բովանդակային առումով, մի քանի բան աչքովս ընկել է, իսկի շուտ նորությունների թողարկումներ, բան մեծ թափ, ասենք ես չգիտեմ, երևի տենց տասնյակ, մի քանի տասնյակ, եթե ոչ ավելի շատ մարդիկ են այդտեղ ներգրաված, ֆինանս ունեն ֆինանսավորող, ես չգիտեմ ում շահերն են իրանք սպասարկում, այսինքն եթե մարդը ֆինանսա դրա մեջ ակնհայտորեն ինչ որ շահեր պետք է լինեն, հա, այդտեղ։ Ընթացքում կայս ընտրությունների ժամանակը հասկանանք իրանք ում շահերն են սպասարկում։ Մի երկու բան նայես ջոգես ում շահերն են սպասարկում, բայց չես նայում, հա, հետո ես կասեմ։ Հետաքրքիր չի, իրանց Դավիթ Գրիգորյանը ինձ անձամբ իր storytelling-ը նյարդայնացնում է, որտեվ տենց այդ իր հենց նույնիսկ այդ ձայնի մեջ է դրած այդ պաթոսը, էլ չեմ ասում, իմ համար եմ ասում, ոչ չմտածեք տենց ինչ որ ոչ անձամբ ճանաչում եմ, ոչ երբևէ առնչվել եմ հետո, բայց իր այդ մատուցման ձևը շատ ինչ որ խորթավոր, տենց ոնց որ լիքը բան կա, որ մենակ ինքը գիտի ու փորձում է նվաստներին դա փոխանցել ու տեղ հասցնել։ Իմ մոտ տենց տպավորություն է, ես չգիտեմ կիսում եք թե չէ, ով չի կիսում, նայում է ու շատ նորմալ է, որ նայում է, բայց փողը իհարկե շատ մեծ հարց է լուծում։ Օրինակ մենք չգիտեմ 2.5-3 տարում 0 փողով 0 լրիվ 0 եկել ու հասել ենք, ստե եթե մենք սկզբից ունենայինք այն մի քանի $100,000, որը որ դրել են օրինակ իրանց ստեղծման մեջ, մենք ավելի շուտ կհասնեինք այս արդյունքի, այսինքն այստեղ տարբերությունը այդ ֆինանսական հնարավորությունների մեջ է։ Ու պրիտոմ տարբերությունը շատ մեծ է, շատ մեծ է, շատ մեր ու իրանց ունեցած ֆինանսական ներդրումների։ Դե իհարկե շատ մեծ է, այդ անհամեմատելի շատ է։ Անդ ակնհայտ է, որ 100,000-ը, ասենք չեմ կարող, կես միլիոն եւ ավել դոլար փող է դրած։ Կես միլիոնը շատ քիչ է։ Կարող չեմ ասում։ Դե ես տեսել եմ կադրերում տեխնիկաբան, ասենք այլանդակ մեծ թիվա, բայց էլի հանգարց չմտածեք ինչ որ չարախոսում եք։ Չէ, вообще։ Ասենք լավ կլիներ, որ 3 տարի առաջ ինչ որ մեկը գար, բայց ոչ ինչ որ տենց նենց բնականաբար քաղաքական ուղղվածության, որը մեր համար կլիներ խնդրահարույց կամ դեմ կլիներ մեր սկզբունքների, ասոր տեղեք ջան, $1 միլիոն, եկեք լիքը կամերա, լույսեր, ստուդիաներ, մարդկանց, հեսա ձեզ լիքը մոնտաժնիկ, օպերատոր, բան, բարձա լավ կլիներ։ Մյուս կողմից էլ չգիտես, էլի մենք էլ այս սրան հասել ենք մեր լսարանի ներգրավվածության շնորհիվ ու այս էլ իր էֆեկտ ունի վստահաբար, ուստի, չգիտեմ, այդ արագությունը մի խոսքով կապված է ֆինանսական մեծ ներդրումների մեջ, որ ամեն թողարկումները օրինակ այն ժամանակ ամեն մեկը մի քանի $100 գովազ դնենք եւ այլն, ավելի շուտ կզարգանայինք, բայց հենց էլ օրգանիկ ենք զարգացել, չգիտես որն ավելի լավ։ Մենք ընտրել ենք այս ճանապարհը, քանի որ չենք ունեցել այտենց ֆինանսական ներդրում, արի այդ չենք ունեցել ընտրություն։ Մենք ընտրել ենք սա, քանի որ չենք ունեցել ընտրություն։ Բայց գոհ ենք ամեն ինչից։